Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 133, զոհվել 15 մարդ, ներքին գործերի նախարարությունը վիճակագրական տվյալներ է հրապարակել։ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 653 դեպք, որից 295-ը արտակարգ, մասնավորապես հրդեհի 205, դրա ծագման սպառնալիքի 41, միևնույն ժամանակ նույն պատճառով կեղծ կանչի 27, զինամթերքի հայտնաբերման դժբախտ պատահարի 1-ական, վայրի կենդանիների հարձակման 2, ինքնասպանության փորձի 9, օձի նկատմամբ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի 74, թունավորման 12, կեղծահազանգի 10, ինչպես նաև կենցաղային կանչի 184 և 58 այլ դեպքեր։ Վաղար շաբաթի ավագանու ընտրությունների օգտահաշիվ ստանալու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ, տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Միևնույն ժամանակ, սակայն, նրանցից միայն 9 հայրենիք, քաղաքացիական պայմանագիր, ազատ դեմոկրատներ, Մայր Հայաստան, Ժառանգություն, ազգային առաջընթաց, Հանրապետություն, համահայկական ճակատ կուսակցություններն ու Հաղթանակ դաշինքն են առաջադրման փաստաթղթերը ներկայացրել թիվ 14 ընտրատարածքային։ Գործընթացի վերջնաժամկետը հոկտեմբերի 17-ն է։ Մայրաքաղաքի մթնոլորտային օդում, ընդ որում բոլոր վարչական շրջաններում հոկտեմբերի 9-ին են դիտվել փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները, հայտնում են հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Փոշու օրական կոնցենտրացիան սահմանային թույլատրելին գերազանցել է 1.4-ից մինչև 4.7 անգամ, հիմնականում կենտրոն, Արաբկիր, Նորնորք ու Շենգավիթ վարչական շրջաններում, ամենաբարձրը վերջին երկուսում, ընդ որում Շենգավիթում փոշու կոնցենտրացիան հոկտեմբերի 8-ի ցուցանիշից բարձր է եղել մոտ 11 անգամ։ Երևանի Պեյո Յավորովի անվան համար 131 հիմնական դպրոցում դասի ընթացքում հրդեհ է բռնկվել։ Օջախը նախնական տվյալներով 4-րդ հարկում է եղել, պատճառը էլեկտրահաղորդման մալուխները։ Ըստ լրատվամիջոցների դպրոցի տնօրենն է պատմել, որ ամենայն հավանականությամբ կարճ միացում է եղել։ Աշակերտներին տարհանել են, վնասված երեխաներ չկան։ Նախ ուսուցիչներից մեկը կրակմարիչով է փորձել օջախը մարել, ապա զանգել են փրկարար ծառայություն։ Կրթության նախարարությունը հաստատել է 2025-26 ուստարվա աշնանային արձակուրդների ժամկետները։ Առաջին դասարանցիները կհանգստանան հոկտեմբերի 13-ից 24-ը ներառյալ 5-օրյա, 13-ից 25-ը 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ Երկրորդից 12-րդ դասարաններում սովորող աշակերտները համապատասխանաբար հոկտեմբերի 20-ից 24-ը և 20-ից 25-ը։ Ուսումնական տարին կավարտվի 2026 թվականի մայիսի 22-ին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։